ողորմությունը հավիդյան է։ Կոհացեք ասվածներուն աստուծմեն, բասնզի անոր ողորմությունը հավիդյան է։ Կոհացեք դերերուն դերոչմեն, բասնզի անոր ողորմությունը հավիդյան է։ Մինակ մեծ հրաշներ ընող են, բասնզի անոր ողորմությունը հավիդյան է։ Երկինքը իմաստությամբ ստեղծող են, բասնզի անոր ողորմությունը հավիդյան է։ Պիտի խնդրեմ, որ ոտքի վրա ալանք, մեր երկարաններու ետևի գտնված բաժնին թիվ 5-րդ հատվածը փոխադարձ կերպով կարդանք եւ աղոթքով պիտի շարունակենք։ Ով իմ անձս օրհնեդերը, ու այն ամենը, որ իմ ներսիտիս է, անոր սուրբ անունը։ Ով իմ անձս օրհնեդերը, ու անոր բոլոր բարերարություններն իմոներ։ Որ կքավե բոլոր անորությունները, ու կբժշկե բոլոր հիվանդությունները։ Որ կտներ կյանք լավագանուտենե, և կսագե կեզ ողորմությունով ու կտությունով։ Որ կլեցնե քու ձերությունը բարությունով, ու քու մանկությունը արձիվին բես կնորորվի։ Տեր արտարությունները ուրամով կրեք բոլոր զորվածներ։ Անիգա իր ճամփաները Մովսեսի ջանցուց, ու իր գործերը Իսրայելի որդիներուն։ Այդուր ողորմած է Տերը, երկայնամիտ ու արատ ողորմությունով։ Անիգա մինչև վերջը չհագարագիր, և հավիդյան ողջ չբայր։ Անիգա մեներդերին համար չրատեսի, ու մեր ամանություններին համար հալծում չրատեսի։ Ապա որչակ որ երկինքը երկրեն բարձր է, այն չափ իր ողորմությունը իր մեր վաղցոններուն վրա զորավոր է։ Որչակ որ արևել կարելուկեն հեռուել, այն չափ հեռացություն սեղնական կասներ։ Ինչպես հայրը կգտա իր որդիներուն վրա, այնպես ալ դերը կգտա իր մեր վաղցոններուն վրա։ Ասզի այն գիտե մեր կազմվածը, իշտե որ մենք օրեն։ Մարդուն օրերը խոդի պես է, ինչպես տաշին դաղիգը, այնպես կծաղի։ Ասզի ով անոր վրային անցի, ու անգոտ չճանան, և ալ անոր տեղը չճանշանշանիզա։ Բայց տերոջը ողորմությունը հավիդյանը Սավիդենից իր մեր վաղցողներուն վրա է, ու անոր արդարությունը որդված որդիներուն վրա։ Անոնց վրա է, որոնք կկահեն անոր ուղտը, և կիշեն անոր պատիրակները ու կհադարեն։ Դեր իր ատորը երկինքի մեջ հաստատեց, անոր թագավորությունը ամենուն վրա կդիրե։ Որտեսեք Տերը ով անոր զեշակները, որ ուժով զորավորեք, որ հատոնցից ձայն կստելով իրանանակ կատարեք։ Օրհնեցեք Տերը, ով անոր բոլոր զորքերը, անոր գամքը գադարող պաշտոնյաները, անոր երկյանը ամեն տեղերու մեջ, օրհնեդերը, ով իմ անձս, աղոթենք։ Երկնավոր հայր, որքան երախտաբար ենք, որ քեզի պես հայրն ունենք, որ մեր բոլոր պետքերը կողոքաս, մեզի համար Տեր Հիսուս մեծ զողություն քու միածին որդիդ աշխարհ երգեցիր, որբեսի մեզի պես մարդը լալով, մեզի պես ապրելով, մեզի պես ցավելով եւ իր կյանքը մեր բոլորին համար խաչապայտի վրա իր թանկագին արույնը թափեց, որբեսի մենք հավիտենական կյանք ունենանք եւ մեղքերու թողություն ունենանք եւ գրնանք քեզ հետ հաշտվել եւ քեզի մեր հայրը ոչել։ Աս բոլորին համար Տեր Հիսուս եւ փառք քու զողջանդ համար եւ մեզի հորը հետ հաշտեցնելու համար ամեն օր փառք քիչ է Տեր եւ արժանի ես եւ ոնց չգեցար Տեր եւ խոստացար որ երբ որ երկինք երթաս Սուրբ Հոգին պիտի ղրգես որբեսի մենք առանցին չմնանք մեր կյանքի ընթացքին մեր շավիղները ուղե Սուրբ Հոգին
որպեսի մեզի քեզի մոտ քաշելով մենք կարենանք քեզ հաճեցնել Սուրբ Հոգիի միջոցով։ Տեր Հիսուս, կխնդրենք, որ Տեր Հիսուս այսօր իսկ այս պաշտամունքը քո ձեռքերդ մեջ առնես եւ կհաղորդենք, որ Տեր քո խոսքը աստեցի գլա մեր կյանքերեն, մեր հոգիներեն, որպեսզի Տեր կարենանք քո կյանքի մեջ ապրել։ Եվ փառք տանք Տեր Հիսուս, որ դու խոստումներդ հարգող Աստված ես եւ կխնդրենք, որ Տեր Հիսուս մեր բոլոր պետքերը քո առջևդ հստակ են Տեր, պետք չունենք հայտնելու, բայց դու ասիր, որ ինչ որ իմանովս խնդրեք եւ խնդրեցեք, ես պիտի դամ։ Եվ Տեր Հիսուս, որքան որ դու գիտես, բայց կուզես, որ մենք մեր բեռնովը խոստովանենք եւ մեր պետքերը քո առջևդ ներկայացնենք։ Գիտենք, որ Տեր Հիսուս մեր եկեղեցի ներս ունի հիվանդներ, ունի կարիքավորներ, կխնդրենք, որ Տեր դու Մարիամ քույրը կատարյալ զորացնես եւ իր ոտքը թույլ վիճակեն անցնես եւ որ կարենա քալ քո խոսքը լսել եւ քեզ բաշխել։ Իշես Եղիշ եղբայրը, իշես բոլոր անոնք, որ դգար են, իշես Ըրնես եղբայրը, իշես Ռիթա քույրը, եւ բոլոր անոնք, որոնք Տեր Հիսուս քեզի պետք ունին քո առջևդ կներկայացնենք, որպեսզի Տեր դու իրենց դգար մարմիններուն թփչիս եւ զորություն տաս Տեր։ Եվ բոլոր անոնք, որոնք Տեր Հիսուս քեզ չեն ճաշնար այս առավոտ, քեզ ընդունին եւ քո զավակը դլան։ Եվ կաղոթենք հիշես մեր հովիվը, որ Հայաստան պիտի մեկնի այսօր, իրեն հետը լաս և իրեն առաքելությունը օրտնես և անհայր երեխաներուն իրենց սկալի դարձնես քո հայրությունը Տեր։ Եվ Տեր Հիսուս այսօրվա պաշտամունքը, պարապանությունը, գիրակնորյան, ամենը Տեր Հիսուս քո առջևդ կբերեմ, որպեսզի իրենց եղած դեղերում մեջ օրտնես։ Հիշես մեր եկեղեցի բոլոր մասնաճյուղները, քույրերը, Զումի քույրերը եւ ամեն դեղ, որ քեզ կպարապանեն Տեր օրտնես եւ մեր երկիրը օրտնես եւ մեր Հայաստանը օրտնես։ Այս բոլորը կխնդրենք Տեր Հիսուս, արժանիք մը չունենք, բայց քո արյանդ արժանիքով կրնանք մոդենալ քո քահի եւ կխնդրենք այս բոլորը Տեր Հիսուս քո պատվական անունով ամեն։ Ամեն։ Լույս։ Հիմա մենք շարունակենք օգնել մեր Աստվածը, որ ինքը մեզ ամեն կերպ օրհնում է ամեն ժամանակի մեջ, արքանք իրեն օրհնենք իր սուրբ անունը։ Ով արարիչ զոր Աստված հայր հավիտենական, սիրով ականջ խոնարհեցուր մեր հարավանից։ Ով
Աստծո լույսը մենք չունենք, ինչպես կարող ենք մութ աշխարհի մեջ լուսավորել, եւ այդ լույսը մենք Տերոջը խոսքով, իր շնորհքով եւ իր պատվիրանքները պահելով կունենանք անշուշտ։ Հաջորդ երգը գեղեցիկ երգ, երկար ժամանակ չենք երգել, միասին երգենք։ Հիսուսի պես ոչ մեկը զիս սիրեց, անոր պես գթած մեկը չկա։ Oh
ինքը երկեինք և արդեն խոսքերը բավական մեզի բացատրեց երկի իմաստը և այո շատ անգամ թեպետ և Աստծո խոսքի մեջ ամեն ման գրված է և ինչ որ կատարվեց, կատարվում է հիմա թեկուզ պատերազմներ, դժվար օրեր և պիտի կատարվի, ամեն բան գրվեց, մարգարեացավ, կատարվեց, կատարվում է և պիտի կատարվի ճշմարտությունը։ Բայց սակայն եթե մենք ամեն բան էլ չգիտենք, բայց եթե հավատում ենք Հիսուսին, որ նա աշխարհ եկավ և մեզ փրկեց, և հավատում ենք իրեն, որ իր արյունով լվացվեցինք, թեկուզ և շատ բաներ էլ չհասկանանք, բայց այդ արդեն բավարար է, որ Տերոջը հավատալով պիտի փրկվես, ինչպես որ խաչի վրայի ավազակը, չէ՞, պարզ հավատքով ընդունեց և ոչ Աստվածաշունչ գիտեր, ոչ մարգարեություններ, թեպետ սակայն Տերը իրեն փրկեց, ճիշտ այդ ժամանակին։ Այս երգը 355 երմաչան երգը, 350։ Եվ մեկ ևս Աղքիր սրբ համանթիր Ով խաչի ոտները մեզ փրկեց, աղքիր սրբ համան և աղապրի մեզ հետ է ամենը Ով խաչի ոտ ուր բրգիչ վերա Ով կողություն խնդրեց իր անցկատ Ով իրայուն սրբի սրսկվեցավ Արգի սուրբ անվան Արգի սուրբ անվան Արգի սուրբ անվան Ով իրայուն սրբի սրսկվեցավ Արգի սուրբ անվան Ինչ խաշարին բրգիչներ Հիսուս Զիս խավարեն փոխարեց իր լույս Արգկրակին կամեջնի ոտքույս Արգի սուրբ անվան Արգի սուրբ անվան Արգի սուրբ անվան Ով իրայուն սրբի սրսկվեցավ Արգի սուրբ անվան Ոգավության ինքամին աղբյուր Ուրախ է որ լոված մեղքերս բյուր Ով կպրկեն կպահե հագուր Արգի սուրբ անվան Արգի սուրբ անվան Արգի սուրբ անվան Ով իրայուն սրբի սրսկվեցավ Արգի սուրբ արյան Այս աղբյուրի եկուր մեղավոր Ձգեր ոտքի տարբերվեր բոլոր Ոսկրտի կյանքեր ջանի անդոր Արգի սուրբ անվան Արգի սուրբ անվան Արգի սուրբ անվան Ով իրայուն սրբի սրսկվեցավ Արգի սուրբ անվան Արգի սուրբ անվան Ամեն և ամեն շարունակենք սիրելիներ Այս պահում ենք, որ հարաբանեցինք, արդացինք, աղոթեցինք և նաև ժամանակն է, որ մեր նվերներով Տերոջը մեր ընծաները տանք, մի քանի խոսք Աստծո խոսքից կարդամ, առակած գիրքը, որ ես շատ եմ սիրում և շատ իմաստուն խոսքեր ունի, և այս համարները մեզի անծանոթ չեն, առակած 3-րդ գլխից, Քու բոլոր սրտովը Տերոջը ապավինե և քո իմաստությանդ մի վստահիր, քու բոլոր ճամփաներուդ մեջ զանիկա ճանչցիր, ու անիկա քու շավիղները
պիտի ուղղե։ Տերը պատվե քու ստացվածքով եւ քո բոլոր բերքերուդ երեխայիներով եւ քու շտեմարաններդ առատությունով պիտի լեցվի ու հնձաներդ նոր գինին դուրս պիտի կատվի։ Սիրելիներ, Աստծո խոսքի մեջ հասկանում ենք, որ ոչ թե միայն պատվեր, նաև Տերոջը տալը, Տերոջը ծառայելը, Տերոջը տուն գալը, Տերոջը համար իրար հետ բարեկամություն անելը, եղբայր-քույր լինելը, ընտանիք լինելը, ամեն բան Տերոջ կամքով է եւ հավատացյալի եւ Աստծո զավակի համար իրենց կյանքը արդեն այդ ձևով պետք է ցոլա, ցուցա մեր վերաբերմունքը, ինչպես որ մենք էության պետք է որպես Աստծո զավակ լինենք եւ ահա նաեւ ցալու բաժին է, որ Աստծո խոսքը մեզ կհորդորե եւ ոչ թե միայն այն բանի համար, որ այո եւ անպայման շատերս գիտենք, որ երբ որ մենք Տերոջը կուտանք, Տերոջը կծառայենք, ավելիով Տեր մեզի օրհնում է եւ օրհնած է եւ պիտի օրհնի, բայց նաեւ իմանանք, որ արդեն Աստծո զավակ լինելով ոչ թե որ պետք է մեկը մեզի հուշի կամ ասի, մենք արդեն այն պետք է անենք, թե մեկս մեկ սիրենք, թե կանք Աստծո տունը սիրենք, Աստծո ներկայության մեջ լինենք, միմյանց սիրենք, Տերոջը տանք, Տերոջը ծառայենք եւ Տերոջը փառքի համար, որովհետեւ ինչ որ արեցինք այս կյանքի մեջ, մենք պետք է մեր ոչ թե այս աշխարհից սպասենք, այլ Տերը պիտի թեպետ եւ այս աշխարհի մեջ Տերը մեզ օրհնի, բայց Հավիտյանս Հավիտենից Տերը արդեն մեզ օրհնած է եւ իր կյանքը տվել է մեզի եւ ինչեր չի տա մեզի Տերը, երբ որ մենք Տերոջը հավատարիմ ենք եւ այս դեպքում էլ Տերոջը հավատարմությամբ գանք եւ հավատարմությամբ տանք, որպեսզի եկեղեցի մեջի գործերը, ծառայությունները ավելի շատանան, ավելի շատ բան կարողանանք անել Տերոջը փառքի համար։ Ամեն եղբայրներս թող չեր գան, սարքիս մայք։ Հայր Աստված, քո առջև ենք կանգնած եւ քո ներկայության մեջ Տեր, եւ այս պահը կուզենք, որ դու օրհնես Տեր Աստված, մինչ մենք մեր ընծաները կուզենք քեզի տալ, քո գործիք համար Տեր Աստված, եւ կուզենք պատվել քեզ նույնպես մեր նյութականով Տեր Աստված, որովհետեւ Տեր ինչ որ ունենք, թե նյութական, թե ֆիզիկական, թե ֆինանսական, թե հոգեկան, ինչ որ ունենք, ինչ որենք Տեր քո շնորհքով ենք եւ քո գթությունով եւ քո սիրով եւ քո տված կյանքով ենք, որ մենք կապրենք եւ ինչ որ կապրենք, կշնչենք, Տեր դուր որ ապերախ չգտնվենք, բայց բաժին մնալ քեզի բերենք, քեզի շնորհակալություն հայտնելով եւ տալով քո գործի համար Տեր Աստված, կաղոթեմ տվողները օրհնես եւ տվածը օրհնես եւ թող միայն գործածվի քո փառքի համար Տեր Հիսուսի անունով։ Բարելույս բոլորին։ Մեկը գավառը չնայք ամեն։
բոլորը բարի եք եղած։ Մեկ երկու հայտարարություն չէ, բայց դրություն։ Ներսես եղբայրը այսօր գմեկնի դեպի Հայաստան ճամբարի անհար երեխաներում աղոթենք իրեն համար և այդ գործին համար, որ դերը շատ մը երեխաներում մեջ կգործե և ասված կբարավորվի և գեղեցիկ գործ մնե, որ բզդիկներում մեջ կլա աղոթենք ադոր համար և աղոթենք իրարու եկեղեցին գործը առանց աղոթքի չլա։ Գիրեք ես և որ ամուսնացած չէի, ասկի առաջ ասած եմ, սենյակի մեջ կապրի է, որ դունիս կովն էր, հիմակվա դունիս կովն էր։ Եվ սենյակի մեջ 3-4 հատ անգողին կար, մեկ ադի ես կբարգ էի, ադեն հարավային Ամերիկային լուսի կերին, որ Կարապետ եղբար Տոպալյանը, շատերը գիտեք, մեկ երկու շաբաթ որ աստեղ են գաստեր, հոնգը մնար, և իմ սենյակիս մեջ մեկ անգողինին վրա ինքը գկներ և ծանք մի ուներ, անուններ, մի քանի թերթ, և որ մը գիշեր մը ես արավոտուներ ծարավծայելամ, որ ջուր մը խմեմ, տեսա, որ ինքը ձունգի եկեր է, անգողինի մրա, և մի երկու ժամ, ասի անակ քներ է, ագաղոտ է, ուրեմն ինքը միսյոնար էր, բոլոր աշխարհ գտարնալ, Հնդկաստան գերտապան, ով որ ասել, որ աղոտ կուզե, այդ ծանգի մեջ կտներ և ամեն արավոտ, այդ ծանգին վրա են գասներ և գաղոտեր ամեն մեկում պետքին ամեն։ Իր առորյա մեկ սովորությունն էր աղոտեր, և որ շար անգամ ինձի կբադայի, սեմ գաղոտեմ, ադեն գմորնամ։ Այդ սովորությունը շատերնից աղունինք, և որ Հիսուսի գեհետևինք, Հիսուս ինչ կներ, հավադարիմ էր, իր խոստացածը կգադարեր, մենք արև որ կխոստանանք աղոթենք, շար անգամ կմորնանք, թուղթ մարնենք, կրենք և հավադարիմը լանք ադոր, և ասված գործն է, և այդ եղբայրը, այդ պիջակի մեջ, Ֆրանսայի մեջ, ստրոկ ունեցավ, ճիշտ այդ և իր զգայնությունը գնաց և դերոջը միացավ։ Մարմինը հոսպերին հոս մահացավ, բայց իսկության մեջ աղոտքի բահուն իր կարողությունը գնաց։ Շատ յանալի է դերոջը հետ ըլլալ աղոտքով և իրարու համար աղոտելով։ Ասի եկեղեցին մեկ գաբը գլա իրարու հետ և երբ որ ես մեկում համար գաղութեմ, ադոր հետ արդեն մեկ գլամ աղոտքով։ Թող աս մի քանի տեղադրությունը Աստծո խոսքին համեմատ մեզի հետ ըլլա։ Ամեն։ Անգլերեն երբ ունինք և ատկե վերջը պիտի արշագը մեր այսօրվա պատկահամբեր եղբայրն է, կա և դերոջը խոսքը իչպես որ գարաշնորդ է խոսքը։ Ինչպես եք քույրերի։ Քիչ հոգնած։ Ավեք։ Աստված օրհնի։ Շարունակենք երգել, աշխուժ երգ։ Մեր թագավորին երգենք և օրհնենք և բարևենք։
պիտի գա։ Մենք։ Այո, շատ կեղբայր, the stage is yours. Բալյուս ես բոլորին, եկեղեցին, տարելա, 30 տարիա արո բարիշապի մեջ եմ մեքենա շինելու, ես չեմ շինում, բայց մենեջ եմ անում, տնօրություն եմ անում, մի վաղտ 30 տարի, մի վաղտ այս անձրևները որ գալիս էին, շատ էինք ուրախանում, որտեղ գիտենք, որ գործ պիտի գա, անձրև գա, շատ ակսիդանտներ էր լինում, մեր գործը բարձրանում էր, ուրախանում էին, հիմա այս եկեղեցին դարելա, կարծես տոնին լծվում են, հենց տոնը վերջանում է մեկը չկա, անձրևների նման է դարը, կարծես պիտի առաքելական եկեղեցիների պես, լուսավորչական, ամեն շաբաթ մի հատ տոն դնենք, Ակոպի օր, Վաչեի օր, չեմ գիտեր, Լվարդի օր, չեմ գիտեր, սրա օր, նրա օր, այս սուրբը, հաց կտրելու օր, պեպսի բացելու օր, բաներ դնենք, մարդիկ կգան, չեք կարծում, կարող է, մի քանի շաբաթ առաջ էր, տոնեցինք ծաղկազարդը, Հիսուսը հաղթական կերպով իջավ Երուսաղեմ, ժողովուրդը ասեցին Էմանուել, մեր թագավորը, մեր Տերը, Հոսաննա, հագուստները գետինը գցեցին և ծառի ճյուղերը փռեցին առջևը և մտավ Երուսաղեմ։ Ուրախացել էին, աշակերտները շատ ուրախ էին, բոլոր ժողովուրդները ուրախ էին, ահա մեզի իհարկե ուրախ էին, կարծելով, որ այս մարդը իրանց պիտի հիմա ռոմեական կայսրությունից ազատի և թագավորած պիտի լինի։ Շատ չանցավ, մի շաբաթ։ Այդ բերանը, որ ասում էր Հոսաննա, մեր Տերը, մեր թագավորը ասեց խաչեք դրան։ Գիտեք, շատերը ասում են, որ հռոմեացիները Հիսուսին խաչեցին։ Հա, հռոմեացիները խաչեցին, որովհետև հռոմեական կայսրությունը էդ էր պետությունը։ Բայց հրեաները ասեցին խաչի դրան։ Հրեաները դրան տարան, ասին, այս մարդուն չենք ուզում, խաչի։ Եվ խաչեցին, մի շաբաթ հետո խաչեցին, այդ նույն բերանը, որ օրդնում էր, խաղաղություն էր ասում, ասեց մա, խաչեք դրան։ Չէ, որ կյանքն էլ ատնես, չէ, կյանքի մեջ մեկ մեզի քրտում ենք սենց բարձր տեղեր, շատ լավ ենք զգում, մեքենա ռադիոն բարձրացնում ենք, հարակ ենք քշում, եթե ջահել ես, ջահելները գիտեն ինչ եմ ասում, կամ լավ ենք զգում մեջից սենց, Սխալ բան չի լինի, ենքան ուրախ եմ, ենքան լավ եմ զգում, որ անկարելի ասում, հետո մյուս օրը տոպ երեսի վրա ընկնում է։ Շատ բաներ ունենք Սուրբ Գրքից սովորելու, բայց խաչած չմնաց։ 3 օր վերջը բերիշ հարյավ իմերելոց, ելավ մերելների առաջի պտուղը և Քրիստոսը գիտեն ինչի համար էր գալի, Քրիստոսի կյանքը իր առջևն էր մինչև իր գալը, Քրիստոսը էր, Քրիստոսը մեծ եսն էր, I am, the great I am, հավիցանս հավիցենից, մեզ համար էր ես ամեն ինչը անում, և ահա հարություն արավ, հարությունից հետո իր աշակերտներին երևաց, շատ անգամներ, մինչև 500 հոգու, Բայց Հովաննու 21-րդ գլուխը, որ ուրիշ հավատալի մեջ էսի չի արձանագրված, միայն Հովաննու մեջ է արձանագրված էսի։ Մի պատահարներ է լինում իր հարությունից հետո, որ շատ հետաքրքիր է նայելը։ Երկու հատ շամացություն ենք հիմա նոր տես, հա, ես մեկի շատ մեծ է, էսի, յանի ժամանակի կվերջացնեմ, don't worry։ 21-րդ համարը միայն Հովաննու ավետարանի մեջ է արձանագրված այս պատահարները։ Եվ ասենց ասում, After these things Jesus manifested himself again to the disciples at the Sea of Tiberias. Ասում այս բաներից հետո Հիսուսը նորեն իրաց ցույց տվեց Տիբերիասի ծովի ափին։ Եվ այս է հետաքրքիրը, որ Հիսուսը
Հիմա քայլեմ, Վաչեն ասեց բանը դրան չդրեցի, հիմա չեմ կարող քայլեմ։ Լավ։ Չեմ քայլել։ Բարձր, գիտեմ, բայց այդ զպրտիչը չի բռնում։ Ուրեմն Քրիստոսը աշակերտներին ասեց Գալիլեայում ինձ սպասեք եւ Գալիլեայում իրանց էին սպասում։ Այս համարը որ ասում է Հիսուս իրան ցույց տվեց, երկրորդ անասում է Սայմոն Փիթեր, Սիմոն Պետրոսը եւ Թոմասը եւ Նատանիելը եւ Զեբեդիի հայրը չգիտեմ ինչա Զեբեդիոսի երկու զավակները ասեցին մենք գնում ենք Ձուկի երրորդ համարը։ Այս 5 հոգին կամի Սիմոնը, Անդրեասը եղբայր էին, հիշում եք, չէ՞, Ձկնորս էին։ Զեբեդիի զավակներն Հովհաննեսը, որ այս Հովհաննես Առաքյանն է, որ խոսում ենք Հովհաննեսի մասին, եւ իր եղբայրը Հակոբոսը եղբայր էին։ So, երկու եղբայրներ, երկու ձկնորս։ Եվ որոշեցին երրորդ համարի Simon Peter said to them, I am going fishing. Պետրոսը ոտքի այլում, այս 5-ով հավաքվել են, ասում են ես գնում եմ ձուկի։ Նրանք ասում են ես էլ եմ գալու։ Եթե մի քիչ առաջ գնան Մատթեոս ավետարանի մեջ, երբ որ Հիսուսը աշակերտներին էր ընտրում, ծովի ափից քայլելով տեսավ Պետրոսին եղբորը, տեսավ մյուս երկուսին եւ ասեց եկեք, ես ձեզի ինչ պիտի անեմ, մարդկանց որսորդ պիտի անեմ։ Ձկնորսությունից մարդավորսություն։ From fishermen to fisher of men. So Հիսուսը սրանց մի բան էր խոստում, որ իրանք պիտի ձկնորսությունից մարդու որսորդ դառնային։ Մարդու որսորդ ասելով հոգիների մասին են խոսում, մարդասմանություն չեն խոսում, իհարկե պարզ է դա։ Եվ միտեղ եկավ, երբ որ Հիսուս իրանցից վերցվեց, այս մարդիկ որոշեցին հետ գնան իրանց ինգործին։ Մի քանի բաներ կա սրա մասին, որ ասում են աստվածաբանները։ Որոշները ասում են, որ Պետրոսը սխալ արեց, որ հետ գնաց ձկնորսության։ Ինչու՞։ Գնաց իր հին։ Եվ երբ մենք մեր կյանքն ենք նայում, նմանություններ կա մեկ-մեկ։ Երբ որ այդ ուրախությունից գալիս ենք դժվարություն, եւ այդ դժվարությունը մի քանի րոպե է տևում, շատ արագ կերպով մեր հին բաներին ենք վերադառնում։ Մեր հին սովորություններին, մեր հին մտքերին, մեր հին նախանձություններին, մեր հին կեղծավորություններին, մեր հին բնությանն ենք վերադառնում շատ անգամ։ Փոխանակ սպասենք Հիսուսին, փոխանակ նայենք Հիսուսին, փոխանակ շարժվենք Հիսուսի խոսքերով եւ աղոթներով, գնում ենք այդ տեղը, որ հանգիստ ենք, բայց սխալ տեղը։ Սխալ տեղը, որտեղ մեզ ավելի բացասականի է տանում, ավելի մեր մտքերով մենք ավելի են խորտակվում սխալ մտքերով։ Եվ շատ չանցած ասում ենք ուր է Աստված, կամ ասում ենք ինչի սենց եղավ Աստված։ Էդի մի աստվածաբանակ։ Մյուսը ասում է, որ Պետրոսը եւ այս քանի հոգիները, չէ՞ որ իրանք ապրուստով ձկնորս էին, իրենց գործը ձկնորսություն էր, իրանք դրամ էին շահում, ձկնորսությունով ձուկ էին բռնում, ծախում էին։ Հիսուս իրենց հետ 3 տարի եղավ, 3 տարի ապրեց եւ 3 տարի Հիսուսը իրանց ամեն, գիտեք Հիսուսն էր իրանց ամեն բոլորի պետքերը հոգում։ Հիսուսը չէր աշխատում, բայց Հիսուսին համար էին տրամադրում, ինչ որ տրամադրում էին այդ գրուպին, աշակերտներին, եւ այդ դրանով իրանք ապրում էին։ Եվ միտեղ եկավ երևի մտածեց, որ ապրուստը վաստակելու ժամանակն է հիմա, ես հետ եթում եմ ձկնորսության։ Նա հիշեք, ես Պետրոսն է, որ 3 անգամ Հիսուսին ուրացավ։ 3 անգամ Հիսուսին ուրացավ։ Բայց լացեց, զղջաց եւ սպասեց Հիսուսին։ Գիտենք, որ Հութանեն զղջաց, բայց Հիսուսին չսպասեց։ Ինքը իր վճիռը տեսավ։ Ինքը իրեն որոշեց, որ իր վճիռը մահ էր եւ ինքը կատարեց այդ բանը։ Բայց Պետրոսը սպասեց։
Եվ ահա ասում ասին, I'm going fishing. They said to him, we will come with you. They went out and got into the boat and they caught nothing that night. So, Պետրոսն ասում է, ես հետ մեն ձուկի, մնացած չորսնել են ասում գնում ձուկի, գնում են ձուկի սաղ իրիկուն ձուկ բրնելու, ոչ միա ձուկ չեմ բրնում։ Հիմա մի քայլ հետ գնամ։ Մի բան պետք է ասեմ, որ չգիտեմ լսել եք, կարողա լսել եք, ուշադրություն դարձրել եք, կարողա դարձրել եք, բայց Սուրբ Հոգիով երբ ոցվեցին աշակերտները, Պենտեկոստյան օրը, որ տեղի անելու 40 օր հետո, հա? Այո։ Հիմա գնանք 20-րդ համարին, կարդանք 21-րդ համարը, 20-րդ համարի 21-րդ համարը մի կարդամ ձեզի։ Ես հենց ասում, ստե Հիսուսը աշակերտներին է հանդիպում նորից, սենյակը պաղթված են, հավաքված են, դռները փակ է, որտեղ վախենում են հլը, եւ Հիսուսը իրանց մեջ հայտնվում է։ Եվ 20-րդ գլուխը հետ ասում, 21 համարից ասում, so Jesus said to them again, peace be with you, as the Father has sent me, I sent to you. Հիսուսը երևում է այս սենյակի մեջ, ասում է խաղաղություն ձեզ, ինչպես հայրը ինձ իղրկեց, ես էլ ձեզ եմ խրկում, աշակերտներին ասում։ Այստեղ 10 հոգի էին ստեղ, 10 աշակերտներ։ Թոմասն դե չէր, մեկն էլ արդեն ինքը իր վճիրը տեսել էր ու 10 հոգի էին։ And when he said this, he breathed unto them and said to them, receive the Holy Spirit. Pentecosti, եսի նորա խաչվե, նորա հարություն արը, մի քանի օր հետո հանդիպում է Հիսուսը եւ ինչ անում 10-ին Սուրբ Հոգին շնչում է 10 հոգու վրա Սուրբ Հոգին շնչում է Պենտեկոստի եսի, հա մի շփոթ է մենք միշտ սովորել ենք եւ ասում ենք որ Սուրբ Հոգին, այո, իջավ Սուրբ Հոգին Պենտեկոստի, բայց այս 10 հոգին հատուկ եւ այս շնչելը, որ ասում է 22 համեր, 22-րդ համարին, when he said this, he breathed unto them, receive the Holy Spirit. As breathed unto them, որ այս շնչեց, հայերենով չգիտեմ, փչեց ասում է։ Նույն փչելն է, նույն շնչելն է, երբ որ Աստված Ադամին մարդ հողից շինեց եւ շնչեց Ադամի վրա, որ Ադամը հոգի ստանա։ Այս շնչելն ու այդ շնչելը նույն շնչելն է։ Այս 10 աշակերտները հատուկ կերպով Սուրբ Հոգին ստացան։ Հիսուսի միջոցով։ Դա 20-րդ համարը։ 21-րդ համարին գնացին ձգնորսության։ Մյուս օրը, երկու օր հետո, մի շաբաթ հետո, չգիտեմ ինչ ասում, բայց Սուրբ Հոգին իրանց վրա շնչվել էր։ Բայց որոշեցին դեռ իրան գնան իրենց հին ձգնորսության։ Հիմա, ինչու եմ համաձայն, որ պետք չէր այդ ձգնորսության, բայց նորեն պետք էր տալու, որտեղ Աստծո շնորհքն է եւ Աստծո տեսիլքներ այս աշակերտների համար, որոնց հայտնվեն, որ այս բաները, որ տեղի ունենան, չէ՞ որ մենք որպես քրիստոնյա մենք չենք կարծում մեր կյանքի մեջ է որ բաներ ապատահում accidentally ապահտահում, սենց յաբախտի, լսել եք չէ՞ բառը, յաբախտի մի որ լատանին չախտեցի հլը, բայց քրիստոնյան երբ որ ապրում է, յաբախտի բան չկա, Աստծո պլանն է, կարող է մեզ ինտենց թվա, որտեղ մենք չգիտենք դրի պատմությունը, յաբախտի, Աստված, Հեչ բախտի էլ չէ, Աստծո կարգադրությունն էր, մենք չէինք հասկանում, մենք չէինք տեսնում, կարող է Աստծո կարգադրությունն էր, որ իրանց հինին գնային, և հինին գնալով ձուկ չկարացան բրնեն, այս մարդիկ իրանց բոլոր կյանքը ձգնորս են էլ, ես 30 տարի է բարիշապ եմ ես սրանք, չգիտեմ կային տարեկան էր վաղ, 30 տարի է ձգնորս են ես մարդիկ, ձուկի տեղը գիտեն, որ կողմը, որ ժամին, որ մասերը, բոլորը անգիր գիտեն, և գնացին ձգնորսության, ոչ մի բան չբրնեցին,
Երբ որ առավոտը բացվեց 4-րդ համարը ասում է Հիսուսը կանգնավ ծովի ափը։ Եվ շատ հեռու չէին ծովից, որտեղ Հիսուսը կանչեց այդ նավի մեջի հինգին եւ ասեց. երեխեք, տղերք, ուտելու մի բան բռնել եք, այնի ձուկ ունեք, չասեցին, ոչ մի ձուկ չբռնեցին։ Եվ ասեց, գիտես ինչ, այդ նետը, ցանցը, մյուս կողմը գցի, աջ կողմը գցի ձուկի։ Այդ երբ որ ասեցին, բավական ձուկ բռնեցին։ Եվ հիմա միջև հիմա չգիտեն, թե սա Հիսուսն է։ Երբ որ Հիսուս ասեց, տղերք, ձուկ բռնեցիք, խաբար չեմ, որ Հիսուսն է։ Լավ ցանցը աջ կողմը գցեք, մյուս կողմը գցեք, խաբար չեմ, որ Հիսուսն է։ Երբ են անդրադառնում, որ Հիսուսն է։ Երբ որ այդ ցանցը գցում են, եւ այս բոլոր ձուկերի քանակը, որ 153 ձուկ, բավական մեծ catch ձուկեր են բռնում, ասա 153 եւ գցում են, այն վաղ Հովհաննեսը Պետրոսին ասում է, «Էսի Հիսուսն է»։ Հովհաննեսն է նորից հասկանում, որ էսի Հիսուսն է։ Գիտեք, այս Հովհաննեսը այն նույն Հովհաննեսն էր եւ այս Հակոբոսն էլ այն նույն Հակոբոսն էր, երբ որ Հիսուսին եկան, իրանց մոր միջոցով մորը բերեցին։ Այդ պատմությունը գիտեք։ Մորը մեր եկավ Հիսուսին, ասեց Հիսուս, մենք գիտենք որ Տեր ես, թագավոր ես, երբ որ թագավորությունը գա, ուզում ենք մեկը Հովհաննեսը կամ Հակոբոսը աջ ձեռիդ նստի, մյուսը ձախ ձեռիդ նստի։ Յա, Հիսուսն ասեց, բրավո։ Կարակ ես ամեն ինչից անցնել, այո, ասեց, պատրաստ ենք ամեն ինչի։ Եվ դրանից հետո աշակերտները սկսեցին մի քիչ հեռու մնալ այս երկուսից։ Էսի հետ Հովհաննեսն է։ Գիտեք, եթե այդ Հովհաննեսը նույն Հովհաննեսն է։ Հիմա այդ անցավ գնաց, իրանք 10 սովորեցին, Հիսուսն էլ ասեց, ով ուզում է մեծը լինի, պիտի փոքրանա, ով որ փոքր է, պիտի մեծանա։ 10 սովորացրեց եւ սովորեց 10-ը։ Սխալ բան անելը սխալ չի, երբ որ մենք քրիստոնյա ենք։ It's okay։ Կարևորը 10 սովորենք։ 10 սովորենք, շտկվենք եւ շարունակենք, ավելի իմաստուն, ավելի խելացի, ավելի Աստծո մոտ։ Այդ երբ որ գլուխներս հաստատնում ենք եւ չենք ուզում սովորել։ Քանի մենք գիտենք այդ վայր հատադժվարությունը եւ այդ Հովհաննեսը ասեց կարծեմ էսի Հիսուսն է։ Եվ Պետրոսը իհարկե, դե Պետրոսը տղամարդ տղա էր, չէ՞։ Շապիկը հանած էր, ձուկ էր բռնում, ձուկ բան չեմ բռնել։ Սաղ երիկուն շապիկը հանել ես, ինչ սաղը տանեմ, ցուրտ է։ Բայց սամա հանել էր եւ այստեղ գցենք, այնտեղ անենք, այն անենք, քրտնում էր տղեն, բայց նա ձուկ չեմ բռնել, բան իր զուրի տանջվում է։ Մեկ Պետրոսը տենց իր զուրի բաներ շատ էր անում։ Չէ ասում էր, Քրիստոս ասեց, ես գնում եմ Երուսաղեմ, ինձ հետի բռնեն, իխաչեն, չէ, դες բան չի լինի։ Ես, Պետրոսը ստերամ, կենլես, թուրով, ձուկ եմ բռնել, ուժեղ եմ, ամեն տեղ առաջ էր գնում։ Քեզի, եթե քեզ տանը խաչելու ես ընդեղ եմ, ես չպիտի թողեմ։ 3 անգամ ուրացավ։ Այս հանդիպումը հավատայ, բոլոր հանդիպումը համարյա Պետրոսի համար է, 21-րդ գլուխը որ գրված է, համարյա, բոլորը չէ, բայց համարյա Պետրոսի համար է։ Եվ հիշեք, Սուրբ Հոգին շնչվել է իրանց վրա։ Հիսուսը հատուկ կերպով այս մարդկանց օծեց Սուրբ Հոգին, այս հինգին։ Եվ ահա, երբ որ տեսնում եմ, որ ձուկ են պտրում, Պետրոսն էլ գցվում է ջուրը, գնում են ափը, եւ ափին հասնելով տեսնում եմ, որ արդեն կրակը պատրաստ է եւ կրակի վրա ձուկ կա։ Ձուկ կա։ Հիսուսը ափին էր, ձուկը նոր են բերում, կրակը պատրաստ է եւ ձուկ կա։ Մեր Աստվածը միշտ պիտի հիշենք, մեր Հիսուսը միշտ պիտի հիշենք, որ God of miracles, հրաշքների Աստվածն է։ Այդ բաները, որ մարդիկ կարծում են, ասում են, էսի անկարելի է, այդ մեր Աստվածն է, որ կարելի է անում։
այդ Հիսուսն է, որ կարելի է անում։ So միշտ պիտի հիշենք, որ անկարելի բան չկա ասում, իր խոսքերն էլ ասում է, բայց նույն ձևով էլ պիտի միշտ իրան վերադառնանք, իրան գնանք եւ այստեղ երբ որ Հիսուսը վերադարձավ իրանց աշակերտներին եւ ճանաչեցին եւ կրակը պատրաստել էր, ահա եւ կրակը դրել էր եւ ձուկը եփում էր, ասեց այդ ձուկից էլ բերե։ Այդ ձուկից էլ բերեցին եւ տեսան, որ էսի այդ Հիսուսն է եւ ասեց եկեք միասին նախաճաշ անենք։ Եվ մեկ բոլորը վախենում էին հարցներին, տեր դու ես, կարծես թե հլը շփոթված էին, խառնված էին, ինչ ասեմ, բավական բաներից էին անցել, շատ մի բան թյուրում բանը չէր, թյուրում բաներից չէին անցել։ Եվ իհարկե էսի հետ տեղն է, երբ որ Պետրոսի հետ հատուկ հանդիպում անում Հիսուսը, այդ ընթրիքից, նախաճաշից հետո Պետրոսին մոտիկանում և ասում է Պետրոս դու ինձ սիրես 3 անգամ։ Քանի անգամ իրան բան արեց, ասեց ես չգիտեմ ով այսի 3 անգամ։ 3 անգամ էլ դու ինձ սիրես։ Հիմա նայ Պետրոսի փոփոխությունը նայ եւ ինչպես դասը սովորեց։ Երբ որ խաչելության էր գնում, չէ, ես տեղ եմ, ես իմ խոսքի տերն եմ, ես պիտի անեմ, մինչև որ ընկավ։ Երբ որ ընկավ, երրորդ անգամ Պետրոս դու ինձ սիրես, Տեր ասեց, դու ամեն ինչ գիտես։ Սովորեց, որ Հիսուսն է Տերը, եւ Տեր Աստված ամեն ինչ գիտի մեր կյանքի մեջ։ Ինչից որ անցնում ենք, գիտի Աստված մեր կյանքի մեջ։ Եվ կարար Հիսուս գար եւ իր աշակերտներին բարկանար ասել, ինչ արիք ինձ, այդ ցավը տանեմ, մենակ թողեք ինձ այդ խաչի վրա։ Մեկը չկար պալատի մեջ, մեկը չեկավ խաչի ինձ օգնել, ամոթ ձեզի։ Ես ձեզի մի հարկ իջացնում եմ երկնքից, այդպես բան չկար։ Հիսուսը եկավ քաջալերությունով եւ Պետրոսին մանավանդ, որ ամենացավացնողը Գութայից հետո Պետրոսն էր։ Ասեց դու ինձ սիրես եւ Պետրոսն էլ դասը սովորելով չի գոռոզանում։ Ասում է Տերին դու գիտես, դասը սովորելով դու գիտես, որ դու ես Տերը եւ դու ես Աստվածը եւ մեր կյանքի մեջ նորից թագավորը դու ես։ Մարդու այս վերջի միտնել ասեմ եւ վերջացնում եմ խոսքեմ տալի մարդու միտքը ինչ ասեմ, մարդու գործողությունները շատ հետաքրքիր են։ Ես էլ մեջ ունելով, ես էլ մարդ, by the way, եթե չգիտեք։ Մյուս քանի համարները, որ չպիտի խոսամ, ուղղակի ուզում եմ ասեմ, առաջ Պետրոսին վերականգնեց, Պետրոսը տեղը եկավ եւ գիտեք Պետրոսը ինչ էր անում։ Բավական։ Գիտես, կաթոլիկ եկեղեցին վերցնում է, որ Պետրոսը առաջի փոփն էր։ Եթե դա կաթոլիկոց եկեղեցին առաջի փոփն էր եւ այսօրվա փոփը, ինչ էր անում այսօրվա փոփի։ Լիո, փոփ Լիո, այդ գծով է, էլի գնում։ Այդ Պետրոսի գծով։ Եվ Պետրոսը բոլոր միջև կյանքի վերջը Քրիստոսին ծառայեց եւ Քրիստոսն ասում է, որ պիտի ծերանաս եւ այլ դիանես եւ այս բաները խոսելուց հետո Պետրոսը ասելով, որ դու ամեն ինչ գիտես, Պետրոսը նորից վերադառնում է ինչ է ասում։ Հիսուսը իրան բաներ է խոսում, ինքը վրում է Հիսուսին, ասում է Հիսուս, բայց Հովհաննես ինչ պիտի լինի։ Ասում է, բայց աշակերտները ինչ պիտի լինեն։ Այդ ցավը տանեմ ասում է, հիմա խոսացի, քեզ ինչ պիտի լինեն։ Մենք ուզում ենք, մենք կարծում ենք, մանավանդ հավատացյալների մեջ, մենք կարծում ենք, թե մենք Աստծո հատուկ պահապանն ենք, կամ Աստծո մենք պիտի պաշտպանենք։ Այդ ցավը տանեմ, եթե այդպես Աստված է, որ ես պիտի պաշտպանեմ, էլ ի՞նչ է պետք ինձ այդ Աստվածը։ Աստվածն է, որ մեզի է պաշտպանում, մեզի նայում, մեզի թեքեր անում։ Այդ ես չէ, Եվ Պետրոսը այս նրա մասին է մտածում, նրա մասին է մտածում, այս նրա մասին է խոսում, այդ նրա շունչը շնչել է, Սուրբ Հոգին ստացել է, հա, դասը սովորել է, այո, Հիսուսը հանդիպեց, հարությունից հետո է այսի։ Փառավոր մարմինով է Հիսուս իրան տեսնվում։ Նորից Պետրոսը գնում է այսի 20-րդ համարից է, սկսում մինչև 25-րդ համարը,
այդ խոսակցությունն է, որ այս ինչ պիտի լինի, այն ինչ պիտի լինի։ So ինչ է միտքս։ Միտքս սա է։ Կյանքը փոփոխական է։ Երբեք մի կարծի որ ամեն ինչ լավ է, ամեն ինչը լավ պիտի մնա։ Կամ ամեն ինչ վատ է, ամեն ինչը վատ պիտի շարունակվի։ Կյանքը փոփոխական է։ Աստված երբեք չի փոխվում։ Մեր միտքը եւ սիրտը պիտի լինի Աստծո վրա։ Չպիտի լինի մեր զգացումների վրա, մեր պարագաների վրա, մեր դրամի վրա, մեր գեղեցկության վրա, եւ այլ, եւ այլ, եւ այլ։ Երբեք եթե միտքը այդպես բաների վրա դնես, ամեն անգամ պիտի երեսիդ վրա ընկնես։ Ամեն անգամ։ Բայց երբ որ Աստծուն ես հիշում, Աստծուն ես նայում, Հիսուսին ես նայում, այդ կյանքի զորությունը, Սուրբ Հոգու զորությունը վրան է տալի։ Դժվարություններից պիտի անցնենք, գիտեք, Քրիստոսը ասեց, որ եթե Տիրոջը սենց արեցին, հապա աշակերտներին։ Մենք ստեղ սա մեր ապրած քրիստոնյա կյանքը շատ կներես, ինչ ասեմ, փամփլիկ, հանգիստ, ինչ ասեմ, չգիտեմ, ոչ դժվարություններ շատ ունենք, ոչ հալածվում ենք, ոչ սպանվում ենք, այսօր Իրան գնա, Նայջերիա գնա, ամեն օր, հարյուրավոր քրիստոնյաներ են մորթում, ամեն օր, օր չկա, որ նյուս չկբացեմ, չկարտամ և Նայջերիայի մեջ, չգիտեմ, 50 հատ քրիստոնյա, մորթում են, Չինաստան, Նորդ Կորեա, բայց Աստված աշխատում այս բոլորի մեջ։ Մենք շատ հանգիստի ենք հասովորը, մենք շատ, ամեն մենք ասելով միայն մեզ չեմ ասում, ուր որ նայում եմ ամեն եկեղեցի սենց մի բան մի ասենց անկյուն աստեղծել, որ մի 50, 100, 150 հոգի հավատքում են, այդ անկյունի մեջ իրանք լավ են զգում իրար, այդքանով բավարարվում են։ Եվ դե շարունակվում է։ Փոփոխություն ապել, փոփոխություն լինելու համար Հիսուսին հետևել ապել, Հիսուսին հետևելու համար պետք է որ հանդիպում ունենանք Հիսուսի հետ։ Եվ պիտի հասկանանք, որ դա Հիսուսն է, երբ որ իրանք նայեցին նավից, չճանաչեցին Հիսուսին, մինչև որ չեղավ այդ հրաշքը։ Մեր կյանքի մեջ ամեն օր հրաշքներ ա լինում։ Մեր կյանքի մեջ հրաշքները հաճախ ա լինում։ Մենք քնած ենք, չենք զգում, կարծում ենք այդպես պիտի լիներ, կարծում ենք յաբախտի ա, կարծում ենք սովորական ա։ Կամ էլ այնքան ենք քնեն, որ չենք էլ անդրադառնում։ Կամ էլ Պետրոսի նման։ Էս ինչ պիտի լինի, այն ինչ պիտի լինի, էս ինչ խոսած, էս ինչ ահակել, այն ինչ գնաց, այն ինչ տեսար, այն նրա մասին լսեցիր։ Բաբամ, դու քո մասին մտածի, դու քո հոգի վրա աշխատի, դու քո անձնավորության վրա աշխատի, դա ամեն մարդ իր վրա աշխատի, այդպես պիտի աշխարհը փոխվի, այդպես պիտի եկեղեցին փոխվի։ Ոչ թե ես քո վրա խոսամ, դու նրա վրա խոսած եւ այլ, այդ անց փոփոխություն չի լինի։ So, արությունից հետո Հիսուսը երևաց մի քանի վաղտ եւ զորությունը տվեց եւ գալ Պենտեկոստյա օրերն վստահ եմ մեզ հետ կլինի տեսնենք Սուրբ Հոգի օծման օրը եւ ինչպես եւ այսքան էր իմ ասելիքը ձեզի հուսամ մի բան սովորեցիք դա ժամին վերջացավ Սպասօրնի և թեպետ երբեմն մարդիկ մտածում են, որ մեծ խոսքեր պիտի խոսացվի, ասվի, որ քարոզը ավելի խոր իմաստով լինի, բայց երբեմն Աստծո խոսքը շատ պարզ, երբեմն պարզ ձևով ավելի հասկանալի է մեզի և Աստծո ճշմարտությունները և արդեն Աստծո հոգիով ամեն բան, որ թե Աստծո հոգիով խոսքը տարվում է մեզի և մենք էլ Աստծո հոգիով բացականջներով և սրտերով ընդունում ենք Տերոջը ճշմարտությունները։ Եկեք ոտքի վրա լինենք և վերջի երգով
բանկուդակ, որ խոսքը տարարապես կպնագի մեր մեջ և Հիսուս աս խոսված խոսքերը մեզ հետ դանին, խոսքովը դաբրինք և քո օրինակիդ հետևինք և մեզի քո կյան արժանի Սուսի անունով, ամեն։